Հայ-Մի բայի մացարալիքի եթերում էքսպերտ հաղորդումն է, բարև ձեզ, իմ հյուրն է արբիտրաժի և հաշտարարության Հայաստանյան կենտրոնի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը։ Այսօր կզրուցենք Հայաստանում վեճերի այլընտրանքային լուծման մշակույթի մասին։ Շնորհակալ եմ Լիլիթ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ, բարև ձեզ։ Լիլիթ, այսօր ինչպիսի զարգացման փուլում է գտնվում արբիտրաժը և հաշտարարությունը Հայաստանում։ Իրականում շատ կարևոր է այս թեմայի մասին խոսել, որովհետև արբիտրաժը եւ հաշտարարությունը գտնում են զարգացող փուլում, այսինքն թեև օրինակ արբիտրաժի օրենքը ընդունվել է 2006 թվականին, հաշտարարության մասին օրենքը շատ ավելի ուշ, բայց կարծեմ, որ հիմա այն փուլն է, որ վեճերի լուծման այս երկու եղանակները սկսել են ավելի շատ կիրառվել, դրանց մասին սկսել է ավելի շատ խոսվել եւ օրենսդիրը եւս տարբեր բարեփոխումների միջոցով փորձ անում այս եղանակները ավելի շատ տարածել եւ կիրառելի դարձնել։ Ինչով է պայմանավորված այս ակտիվությունը։ Կարծում եմ, որ սա պայմանավորված է այս եղանակների առավելություններով եւ այն ընդհանուր մեծ արդյունքով, որ դա կարող է տալ եւ ազդել թե դատական համակարգի ծանրաբեռնվածության վրա եւ թե ընդհանրապես երկրում իրավագիտակցության մշակույթի զարգացման վրա։ Տեսեք, օրինակ արբիտրաժը ինքը վեճերի լուծման մասնավոր եղանակ է, այսինքն որպես իրեն պարզ պատկերացնենք, նույն դատարանն է, բայց կոչվում է մասնավոր դատարան, այսինքն եթե նմանատիպ եղանակը կիրառվում օրինակ առևտրային հարաբերություններում եւ դրանով երաշխավորվում է վեճերի ավելի արագ եւ ճկուն լուծում, բնականաբար այն կարող է շատ ավելի նպաստավոր լինել առևտրային հարաբերությունների զարգացման համար եւ առհասարակ լավ արդյունքներ ունենալ տնտեսության զարգացման համար։ Դրա համար կարծում եմ պետությունը կարևորելով վեճերի լուծման այս եղանակները որոշ փոփոխություններ է ձեռնարկում։ Նաև կուզեի անդրադառնալ ներդրումային միջավայրի բարելավմանը։ Տեսեք, երբ ներդրողը օրինակ փորձում է ուսումնասիրել օրենսդրական դաշտը, արդյոք բարենպաստ են պայմանները կոնկրետ երկրում ներդրում իրականացնելու համար թե ոչ, իրենք ի թիվս այլ հանգամանքներ նաև դիտարկում են վեճերի լուծման առկա մեթոդները, դատական համակարգի ծանրաբեռնվածությունը, վեճերի լուծման եղանակները, դրանց կանխատեսելիությունը եւ կան տարբեր սանդղակներ, որով չափվում է օրինակ արդյոք կոնկրետ երկիրը բարենպաստ է ներդրումների համար թե ոչ, եւ այս սանդղակների մեջ կարևոր տեղ է զբաղեցնում հենց արբիտրաժի եւ հաշտարարության կիրառումը, որտեղ եթե ներդրողը տեսնում է, որ կան այսպիսի եղանակներ, օրինակ դատարանում շատ դանդաղ են ընթանում գործերի քննությունը կամ այդքան կանխատեսելի չէ, երբ կունենանք արդյունք, եթե իրենք տեսնեն, որ կան զարգացած նմանատիպ եղանակներ, ապա իրենց համար պարզ է դառնում, որ եթե ունենան խնդիր պետության հետ կամ չգիտեմ այլ առևտրային ընկերության հետ, ապա իրենք կարող են նմանատիպ եղանակների միջոցով լուծել իրենց վեճը։ Ինչպիսի առավելություններ ունի, արբիտրաժը եւ դատական գործընթացի հետ եթե համեմատենք, բացի ժամանակային այս տարբերությունը, որ ավելի կարճ են տևում գործերը, ինչպիսի այլ առավելություններ կընդգծեք։ Նախ ասեմ, ինչ տարբերություն ունի արբիտրաժը եւ դատական վարույթը, հետո ընդգծեմ առավելությունները։ Տեսեք, արբիտրաժի տարբերություն դատական վարույթի ինքը կողմերի համաձայնության վրա հիմնված վարույթ է, այսպես ասած, եւ եթե կողմերը չունենան արբիտրաժային համաձայնություն, ապա արբիտրաժ իրականացնելը անհնար է դառնում։ Այսինքն արբիտրաժին դիմելու համար պարտադիր է կողմերի միջև կնքված արբիտրաժային համաձայնությունը, որը կարող է լինել վեճը ծագելուց առաջ կամ հետո։ Այսինքն հիմա եթե մենք օրինակ փորձում ենք մեր միջև առկա վեճը լուծել, կամ այդ վեճը դեռ չի ծագել, իր հետ մտնում ենք պայմանագրային հարաբերությունների մեջ, կարող ենք այդ պայմանագրում նախատեսել, որ եթե մեր միջև ծագի որևէ վեճ, ապա դա մենք կլուծենք արբիտրաժի միջոցով։ Եթե նման արբիտրաժային համաձայնություն չկա, արբիտրաժ չի կարող ընթանալ։ Ի տարբերություն դատանի, որտեղ կա դատական պաշտպանության իրավունք եւ ցանկացած ոք կարող է դիմել։ Իսկ հիմա վերջին ժամանակներս շատ են նմանատիպ պայմանագրեր կնքում, որտեղ պարտադիր նշում են այդ նորմը։ Կարծում եմ, որ այո, եւ մեր կողմից կատարված ուսումնասիրություններ եւ վիճակագրական տվյալների վերհանումը եւս ցույց է տվել, որ ներկայումս հատկապես առևտրային հարաբերություններում շատ են սկսել նախատեսվել արբիտրաժային տարբեր վերապահումներ, ներկայումս նաև աշխատանքային հարաբերություններում սկսում են կիրառել թե հաշտարարություն, թե արբիտրաժ։ Եվ ժամանակի հետ կապված, ինչքան ժամանակում է, արբիտրաժային վեճը լուծվում, առավելագույնը որքան է տևում։ Տեսեք, օրենքով օրինակ հստակ ժամկետներ չկա նախատեսված, դա կախված է արբիտրաժային հաստատությունների գործունեությունից, կանոններից։ Մեր դեպքում կարող եմ ասել, որ նվազագույնը 3 ամսից մինչև 6 ամիս կարող է տևել, եթե միջազգային բարդ գործեր են, կարող է ավելի երկար տևել։ Օրինակ մեր վարույթում հիմա մենք ունենք միջազգային արբիտրաժային բարդ գործ, բավականին մեծ հայցագնով, եւ այս գործը ընթանում է շուրջ 7 ամիս եւ արդեն 8-րդ ամսին
կլինի արբիտրաժային վճիռը վերջնական։ Իսկ ով կարող է դառնալ արբիտր եւ ինչպիսի ընթացակարգեր պետք է հաղթահարի արբիտր դառնալու համար։ Արբիտր դառնալու համար հստակ պահանջներ, որակավորման պայմաններ չկան եւ արբիտր կարող է լինել ցանկացած 25 տարի ներածած ցանկացած ֆիզիկական անձ, ով ունի բարձրագույն կրթություն, եւ սա շատ կարեւոր է ընդգծել, որ արբիտրի համար իրավաբանի բարձրագույն կրթություն անհրաժեշտ չէ եւ արբիտր կարող է լինել ցանկացած անձ, որը կոնկրետ ոլորտի փորձառություն ունի, օրինակ արբիտր կարող է լինել կառուցապատման ոլորտի մասնագետ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետ եւ սա է նաեւ ընդգծում արբիտրաժի առավելություններից մեկը, որ կողմերը կարող են ընտրել իրենց վեճին հնարավորինս հարմար արբիտր, ով կոնկրետ վեճի լուծման համար ունի մասնագիտական հմտություններ, փորձառություն եւ ունակություններ։ Դա շատ հաճախ իրավաբանը չի կարող այն չափով, այն ծավալով խորանալ կոնկրետ հարցերի մեջ, որը կարող է անել օրինակ նույն ոլորտի մասնագետը, ենթադրենք ՏՏ ոլորտի մասնագետը։ Տեսեք, օրինակ դատավորներն ու փաստաբանները ունեն վարքագծի կանոններ, հա, իսկ արբիտրների համար կան որոշակի վարքագծային նորմեր, որոնք խախտելը կարող է, չգիտեմ, զրկել նրան հետագայում արբիտր լինելու հեռանկարից, այո։ Արբիտրի համար կան վարքագծի կանոններ եւ պետք է լինեն, որովհետեւ եթե արբիտրը իրականացնում է վեճի լուծում, կիրառում է օրենքը եւ կայացնում է այնպիսի ակտ, որը ենթակա է պարտադիր կատարման, արբիտրաժային վճիռ, պարտադիր պետք է կաշկանդված լինի որոշակի նորմերով։ Օրենքը հենց ինքն է թելադրում, օրինակ արբիտրը պետք է հետևի օրենքին, գործի օրենքին համապատասխան, պարտադիր պետք է ապահովի անկախություն, անաչառություն, անկողմնակալություն, պետք է բացահայտի ցանկացած շահ, ցանկացած հարաբերություն, որը կարող է ազդել իր անկողմնակալության վրա, եւ պետք է պահպանի արբիտրաժի գաղտնիությունը։ Կան կենտրոններ, օրինակ մեր կենտրոնը, ԱՄԿ-ն, որը լրացուցիչ վարքագծային նորմեր է սահմանում։ Օրինակ մեր դեպքում, որպեսզի ավելի առարկայական լինի անկողմնակալության, անաչառության սկզբունքի երաշխավորումը, մեր վարքագծի կանոնների համաձայն արբիտրը մինչև գործի ստանձնումը պարտավոր է ներկայացնել անկախության, անաչառության մասին հայտարարություն եւ բացահայտի ցանկացած փաստ, որը կարող է ազդել իր անկողմնակալության վրա։ Եվ իհարկե գաղտնիությունը երաշխավորելը եւս շատ կարեւոր է, որտեղ արբիտրաժը նայեք առավելությունից մեկը նաեւ այն է, որ այն գաղտնի է։ Կարող է լինել իհարկե նաեւ հրապարական, եթե կողմերը դա կցանկանա, բայց հիմնական սկզբունքն այն է, որ արբիտրաժը պետք է լինի գաղտնի եւ դա երաշխավորում է կողմերի մի շարք հարաբերությունների չհանրայնացնելը եւ կարեւորելով արբիտրի գործունեությունը պետք է նշեմ, որ քրեական օրենսգիրքը նոր եւս նախատեսում է քրեական պատասխանատվություն այն դեպքերի համար, երբ արբիտրը օրինակ կաշառք կվերցնի կամ արբիտրը իր լիազորությունը կչարաշահի կամ արբիտրաժային վարույթի ընթացքում ստացված տեղեկատվությունը ապօրինի կօգտագործի։ Օրինակ արբիտրը կարող է կողմերից մեկի հետ առանձին հանդիպել սրճարանում։ Լավ հարց եք տալիս, տեսեք, դա կոչվում է ex parte շփումներ, այսինքն նման շփումները պետք է ունենան կոնկրետ նպատակ։ Եթե այդպիսի շփման նպատակն է, օրինակ, արբիտրի առաջադրումը քննարկելը, թեկնածու եւ այլն, օրինակ նախագահող արբիտրի ընտրության կարող է, բայց որպես սկզբունք դա պետք է բացառել։ Դե հաշտեցնելու համար մարդը մի հատ առանձին մի կողմի հետ է հանդիպում, մի հատ առանձին մյուս կողմի հետ է հանդիպում։ Չէ, դա օրինակ հաշտարի դեպքում դա կարող է լինել, բայց արբիտրի դեպքում ոչ, որովհետև արբիտրը դուք իրեն պատկերացրեք որպես դատավոր, ով վեճը լուծում է եւ այդ արբիտրաժի արդյունքում ինչ որ մի կողմը հաղթում է, ինչ որ մի կողմ պարտվում է։ Եթե օրինակ աշխատանքային հարաբերությունների վրա պատկերացնենք, եթե կողմերը ընտրել են արբիտրաժ եւ օրինակ աշխատողը դիմում է, նա կամ պետք է օրինակ աշխատանքային հրամանը կամ պետք է անվավեր ճանաչվի կամ չճանաչվի, այսինքն այլ բան չկա, բայց եթե հաշտարության են դիմում կողմերը, այս դեպքում հաշտարը կարող է թե առանձին հանդիպումներ ունենալ, թե համատեղ հանդիպումների միջոցով փորձել հաշտության եզրի բերել կողմերին։ Որքանով են պարտադիր արբիտրաժային վճիռները եւ դրանք չկատարելու դեպքում ինչպիսի պատասխանատվության մեխանիզմներ կան։ Արբիտրաժային վճիռը վերջնական է եւ պարտադիր կողմերի համար, բայց կան մեխանիզմներ հարկադիր կատարումը ապահովելու այդ վճիռների։ Ընդ որում օրենսդիրը կարևորելով արբիտրաժի զարգացումը թույլատրում է արբիտրաժային հաստատություններին, որպեսզի մերն է իրակ ուղիղ ուղարկել իր հաստատությունում կայացված արբիտրաժային վճիռը հարկադիր կատարման, եթե արբիտրաժային վճիռով հայցագինը չի գերազանցում 5 միլիոն դրամը։ Հիմա ենթադրենք ունենք 3 միլիոն դրամի հայցապահանջով արբիտրաժային վճիռ,
Այս դեպքում, եթե դա կամովին չի կատարվում, հաղթող կողմը դիմում է մեզ եւ խնդրում է, որպեսզի ապահովենք հարկադիր կատարումը։ Հաստատությունը այդ վճիռը ուղարկում է հարկադիր կատարման։ Եթե գերազանցումը հայցագինի 5 միլիոն է կամ օրինակ միջազգային բնույթի արբիտրաժային վճիռ է, այս դեպքում կողմը կարող է դիմել դատարան եւ դատարանը կերաշխավորի հարկադիր կատարումը հատուկ վարույթների միջոցով։ Որ ոլորտներում ծագած վեճերի դեպքում է, ձեր կենտրոնը իրականացնում արբիտրաժային վարույթ, հիմնականում որ դեպքում են ձեզ դիմում։ Տեսեք, այստեղ որպեսզի հասկանանք այդ վեճերի շրջանակը, պետք է մի փոքր հասկանանք օրենսդրի որդեգրած մոտեցումը։ Կան երկրներ, որտեղ արբիտրաժով հնարավոր է լուծել քաղաքացիական ցանկացած վեճ։ Մեր երկրում արբիտրաժով հնարավոր է լուծել առևտրային բնույթի վեճեր, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ վեճեր, երկու դեպք ունենք, աշխատանքային վեճերն են եւ ամուսների գույքի բաժանման դեպքերն են։ Այսինքն այս բոլոր գործերով կարող են դիմել մեզ որպես արբիտրաժային կենտրոն իրենց հարցը լուծելու համար, երբ ասում ենք առևտրային վեճեր, դրանք շատ բազմազան են եւ կարող են ընդգրկել բազմաթիվ բիզնեսի տարբեր ոլորտի վեճեր, ֆինանսական, կառուցապատման ոլորտի, այսինքն իրենք շատ տարբեր են, բուն առևտրային վեճերը եւ ներդրողների հետ կապված վեճեր, այսինքն դրանք կարող են քննվել արբիտրաժի միջոցով։ Մեր կենտրոնին հիմնական վիճակագրությունը, որ ասեմ, դիմում են ավելի շատ առևտրային բնույթի վեճերի լուծման համար, որոնք բխում են մատակարարման պայմանագրերից, ծառայության մատուցման պայմանագրերից, իսկ հաշտարարության գործերը ավելի մեծ թիվ են կազմում ամուսնաընտանեկան վեճերով գործերը, կան նաև ֆինանսական բնույթի վեճեր եւ այլ գործեր։ Մենք հիմա խոսում ենք իրավական գործընթացի մասին, սակայն գաղտնիք չէ, որ ինչպես հետխորհրդային երկրներում, այնպես էլ Հայաստանում ժամանակի ընթացքում տարբեր վեճերը, որոնք առնչվում էին ձեր ասած առևտրային գործերին, ինչ որ մեկի բիզնեսի հետ կապված, ներդրումների հետ կապված եւ այլն, երբ որ լուծում չէր ստանում, մարդիկ որպեսզի չդիմեին դատարան, գերադասում էին, դիմեին օրինակ քրեական ենթամշակույթ կրող տարերին, որոնք իրենց համար կլուծեին այդ վեճը կամ ինչ որ մի կողմին կպարտավորեցնեին կատարել իր պարտավորությունները եւ այդպիսով լուծում կստանար, գոնե իրենք ինչ որ երաշխիք կունենային, Հիմա որքանով է վեճերի լուծման այլընտրանքային էս մեխանիզմները Հայաստանում ինտեգրվել, մեր հասարակությունը դրանց որքանով է տեղ տալիս եւ արդյոք կան այդ շարունակվում են այդ բարքերը, Դե տեսեք, ներկայումս կարծում եմ, որ արդեն այդ իրավագիտակցությունը այս մասով սկսում է զարգանալ քաղաքացիների եւ դա մենք արձանագրել ենք ստացվող մեծ զանգերից, տարբեր հանդիպումներից, տեսնում ենք, որ մարդիկ սկսում են հետաքրքրվել, իրենց սկսում է դուր գալ այս ոլորտը եւ օրենսդիրը եւս տարբեր բարեփոխումների միջոցով փորձում է մարդկանց շրջանում տարածել այս եղանակները, օրինակ պարտադիր հաշտարարության ինստիտուտ շուտով կներդրվի, որի միջոցով ամուսնաընտանեկան մի խումբ վեճեր պարտադիր պետք է հաշտարարության միջոցով քննվեն։ Այս բարեփոխումների մասին, երբ որ արդեն սկսել ենք խոսել, տեսնում ենք, որ մի շարք քաղաքացիներ, օրինակ իրենց հետաքրքիր է ամուսնաընտանեկան վեճերը ինչպես են լուծվում։ Իրենք արդեն դիմում են մեզ, որպեսզի իրենց վեճերը փորձեն լուծել այս եղանակով, մինչև դատարան հասնելը։ Այսինքն կարծում եմ, որ ներկայումս իհարկե դեռ շատ աշխատանք կա տանելու, բայց քաղաքացիների շրջանում իրազեկումը բարձրանում է եւ կարծում եմ կգա մի փուլ, ինչպես օրինակ եվրոպական երկրներում մեզ մոտ էլ այս ծավալները կսկսեն աննախադեպ աճել, որտեղ եթե նայում եք օրինակ, ասենք անգլիական փորձը, իրենց մոտ կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ հատկապես իրավաբանական անձինք, եթե մինչև 2013-14 թվականը 80% վեճերը ուղարկում էին դատարան, դրանից հետո, օրինակ հիմա արդեն 80-90%-ը գնում է արբիտրաժ։ Իսկ արբիտրաժի հարուստ մշակույթ ունեցող երկրներից մի քանիսը կնշեք ու այնտեղ որքանով է Հայաստանի մոդելը նման այդ զարգացած երկրների մոդելին։ Այդ երկրների թվին են դա ասում, օրինակ Ֆրանսիան, Անգլիան, Շվեդիան, Ավստրիան, եվրոպական այն խոշոր երկրները իրենք որդեգրել են արբիտրաժային մոտեցումները եւ ունեն արբիտրաժային շատ հանրահայտ կենտրոններ, օրինակ Փարիզի հայտնի ICC ենք ասում, այս կենտրոնը ինքը մոդելային է շատ կենտրոնների համար եւ մենք եւս մեր կենտրոնի ստեղծման գաղափարի հիմքում դրել ենք այս մոդելը եւ փորձում ենք այդ եվրոպական չափանիշները պահպանել, բայց հետաքրքիր է, որ այլ երկրներ Եվրոպայից դուրս եւս հիմնում են արբիտրաժային հաստատություն, օրինակ Դուբայը, Սինգապուրը եւ փորձում են այնտեղ եւս այդ մշակույթը զարգացնել ու ստացվում է։
Ամկայի հաջողություններից խոսենք, հաշտարության ոլորտում մինչ օրս ստեղծումից ի վեր ինչպիսի հաջողություններ է գրանցել։ Ամկայի հաջողությունը կարծում եմ, որ աննախադեպ է մեր երկրի համար, որովհետև 2023 թվականին է ստեղծվել կենտրոնը եւ նմանատիպ կենտրոններին պահանջում է շուրջ 5-6 տարի ժամանակ, որպեսզի կարողանան իրենց տեղը ամրացնել, վեճեր լուծել եւ գործերի թիվը աստիճանաբար աճի, բայց մեր դեպքում մենք արդեն իսկ ունենք բավականին մեծ թվով արբիտրաժային գործեր եւ ունենք նաեւ հաշտարարության գործեր եւ մեր գրանցած հաղթանակներից է այն, որ մի շարք հաշտարարության գործեր, որոնք դատանում ընթացել են տարիներ շարունակ, 6 տարի, 7 տարի, մեր ջանքերի շնորհիվ հաշտարարության միջոցով օրերի ընթացքում լուծվել են։ Այսինքն դատական գործընթացին զուգահեռ է իրականացվել, թե լուծում չի ստացել նորեն դիմել ձեզ։ Երկու տարբերակն է հնարավոր է, որ լինի դատական գործընթաց, օրինակ նիստը նշանակված լինի 6 ամիս հետո, կողմերը մտածեն, որ արդեն սպառել ենք մենք այս հարաբերությունները, այսքան ժամանակ ենք ծախսել, ավելի լավ է փորձենք հաշտարարություն, եթե կգան հաշտության համաձայնության տեքստի, դա կարող են ներկայացնել դատարանին այն կհաստատի։ Կարող է լինել նաև դատարանից հետո դատարանում հարցը լուծվել է մի եղանակով, բայց իրականում օրինակ վճիռը չեն կարողացել կատարել եւ փորձեն հաշտության համաձայնության միջոցով այդ հարցը լուծել։ Ձեր կենտրոնը ունի նաև միջազգային արբիտրներ, հա։ Ինչ գործունեություն են նրանք ծավալում, քանիսն են։ Տեսեք, մենք ունենք շուրջ 50 արբիտրներ միջազգային որակավորման եւ իրենք այսպես ընդհանրապես արբիտրաժային աշխարհում իրենք ընդգրկվում են արբիտրաժային կենտրոնների ցանկում եւ իրենք չեն հանդիսանում այդ կենտրոնի աշխատակիցներ եւ փոխկապակցություն պետք է չլինի արբիտրի եւ կենտրոնի միջեւ եւ երբ որ օրինակ մեզ մոտ մուտք կարվի միջազգային արբիտրաժային գործ եւ կհամապատասխանի այդ արբիտրի հմտություններին եւ օրինակ լեզվին, այդ արբիտրը կարող է նշանակվել կոնկրետ վեճը լուծելու համար, որովհետև արբիտրաժի առավելություններից է նաև այն, որ վեճը կարող է լուծվել այլ լեզվով եւ այլ իրավունքի կիրառությամբ։ Օրինակ պայմանագրում կարող ենք նախատեսել, որ մեր վեճը պետք է լուծվի օրինակ ռուսական իրավունքի կիրառմամբ եւ ռուսերեն լեզվով։ Այս դեպքում պետք է բնականաբար ընտրվի այդ ցանկից այնպիսի արբիտր, ով կտիրապետի ռուսերենին եւ կտիրապետի կունենա հմտություն նաեւ ռուսական իրավունքի կիրառմամբ վեճը լուծելու։ Իսկ կարող է օրինակ աշխարհի ցանկացած կետում գտնվող ինչ-որ կազմակերպություն հեռավար կարգով դիմել ձեզ եւ դուք այդ վեճը լուծեք։ Օրինակ Կիպրոսում գրանցված ինչ-որ ընկերություն, որ ունի վեճ, առևտրային վեճ, Ռուսաստանում գրանցված ինչ-որ ընկերության կամ անհատ քաղաքացու։ Շատ լավ հարց է, դա նաեւ ընդգծում է արբիտրաժի հերթական առավելությունը, այն է ճկունությունը եւ առցանց միջոցների կիրառման միջոցով վեճի լուծումը։ Մենք ունեցել ենք հաշտարարության գործ, որտեղ հաշտարարության հանդիպմանը մի կողմ մասնակցել է Հնդկաստանից առցանց համակարգով։ Մենք այդ բոլոր համակարգերը ունենք մեր կենտրոնում, կիրառում ենք եւ հնարավորություն տալիս նիստերը, թե նիստերը անցկացնել հեռավար եւ թե ամբողջ փաստաթղթաշրջանառությունը կազմակերպել էլեկտրոնային եղանակով։ Մենք հիմա ունենք մի հարթակ, որը կոչվում է e-amka, igc.amka.am եւ այդ էլեկտրոնային հարթակի միջոցով մենք իրականացնում ենք արբիտրաժային գործերի վարումը եւ ամեն ինչ on-line է։ Ասում են արբիտրաժը լյուքս դասի արդարադատություն է, համամիտ եք այս պնդման կամ ձևակերպման հետ եւ որքանով է այն այսօր Հայաստանում հասանելի։ Պետք է նշել, որ հատկապես եվրոպական երկրներում արբիտրաժը այդպես էլ ընկալվում է, որպես լյուքս դասի արդարադատություն եւ երևի թե դրա մեջ կա ճշմարտություն, որովհետեւ ստացվում է, որ օրինակ ընկերությունները վճարում են ավելի շատ, քան դատարանում կվճարեին, բայց դրա դիմաց ստանում են կարճ ժամկետում իրենց վեճից ավելի շատ հասկացող մասնագետի կողմից վեճի լուծում եւ իրենք են թելադրողները այդ վարույթի, որտեղ դատարանում դու թելադրող չես, բայց արբիտրաժում կողմերը կարող են իրենք որոշել կիրառվող կանոնները, նույնիսկ գործիքնության ժամկետներ, իրենք կարող են որոշել ով լինի իրենց արբիտրը, այսինքն այնքան շատ է ազատությունը կողմերի արբիտրաժում եւ ինքնավարությունը կողմերի, որ կարող են այն նաեւ ընկալվել որպես առանձնահատուկ եղանակ վեճերի լուծման։ Հայաստանում այն հասանելի է կարծեմ բավականին, արբիտրաժային վճարները շատ ավելի մատչելի են, քան իմ կողմից նշված եվրոպական երկրներում կամ այլ կենտրոններում եւ հատկապես վերջին բարեփոխումների արդյունքում օրենսդրական, երբ մինչեւ 2 միլիոն հայցագնով հատուկ
շրջանակի վեճեր դուրս եկան դատարանից, այսինքն դրանք պետք է քննվեն կամ նոտարների կողմից կամ արբիտրաժային կենտրոնների, կարծում եմ, որ այս հասանելիությունը դրանով նաև ավելի շատ է մեծանում արբիտրաժի։ Ուզում խոսենք նաև ամուսնաընտանեկան վեճերի հետ կապված այս օրենսդրական նոր փոփոխությունը, խնդրում եմ մի քիչ բացեք հանրամատչելի ձևով, հա, ոչ իրավական հանրության համար, որպեսզի հասանելի լինի, թե ինչ մեթոդով է լուծվելու այդ վեճերը եւ ինչ ակնկալ են մարդիկ։ Տեսեք, պարտադիր հաշտարարության ինստիտուտը երբ որ կմտնի ուժի մեջ, ենթադրենք ամուսինները կունենան որևէ վեճ, եւ այդ վեճերի շրջանակը հստակ է։ Դա կարող է լինել ամուսնալուծության հենց ինքնին հարցը, դա կարող է լինել երեխայի համար ալիմենտի բռնագանձման հարցը, երեխայի կրթության դաստիարակությանը վերաբերող հարցը կամ երեխայի բնակության վայրի որոշման հարցը։ Այս հարցերի դեպքում, երբ որ կա նման վեճ, կողմերը չեն կարող գնալ դատարան, եթե չսպառեն հաշտարարությունը, եւ իրենք եթե չունեն նախընտրելի հաշտարար, պետք է դիմեն արտադրության նախարարությանը, որպեսզի վերջինս նշանակի իրենց գործը քննող հաշտարար, կամ կարող են դիմել մեզ որպես հաշտարարական հաստատություն, եւ մենք իրենց գործի համար կնշանակենք հաշտարար եւ հաշտարարը իրենց վեճը կլուծի։ Ոչ թե վեճը կլուծի, այլ կփորձի իրենց հասցնել հաշտության համաձայնության։ Եթե հաշտարարին չհաջողվի եւ կողմերը չկարողանան հասնել հաշտության համաձայնության, ապա պետք է ստորագրվի ավարտման արձանագրություն եւ փորձեն այդ վեճը լուծել դատարանում։ Իսկ վճարի հետ կապված հասանելի է արդյոք այն, եթե համեմատենք դատական գործընթացի հետ, այս ամուսնաընտանեկան վեճերով։ Հա, պարտադիր հաշտարարության դեպքում վճարները սահմանված են կառավարության որոշմամբ, 1 ժամի համար 10,000 դրամ է եւ կառավարության կողմից հատուկ պայմանների առկայության դեպքում փոխհատուցման ենթակա է 20,000 դրամ, այսինքն եթե 2 ժամ տևի հաշտարարությունը եւ որոշակի պայմաններ կան այնտեղ նախատեսված առկա լինեն, ապա անձի կարող են փոխհատուցվել 2 ժամ հաշտարարության համար։ Լիլիթ, օրինակ, ինչպես եք լուծում ամուսնաընտանեկան վեճը ձեր կենտրոնում։ Եթե ամուսնաընտանեկան վեճի լուծման համար ընտրված է հաշտարարությունը, ապա հաշտարարը պետք է առաջնորդ լսի երկու կողմերին։ Հասկանա, թե կողմերը ինչ ցանկություններ ունեն, ամուսինը եւ կինը, ինչպես են պատկերացնում իրենց վեճի լուծումը։ Եվ երբ որ հաշտարարը կլսի կողմերի պատկերացումները, կողմերի ակնկալիքները եւ վեճի լուծման իրենց տարբերակները, արդեն դրանից հետո պետք է անցում կատարեն այնպիսի տարբերակի ընտրության, որը ձեռնտու է երկու կողմի համար էլ։ Եվ իհարկե, եթե այստեղ ներգրաված է նաև երեխայի շահի հետ կապված հարց, պետք է նաև ընտրվի այնպիսի տարբերակ, որը հնարավորինս կբխի երեխայի շահերից։ Լիլիթ, որպես էմոցիոնալ ազգ, մեր հանրությանը բնորոշ է, հա, վիճելը, նաև հաշտվել, ինչու՞ չէ։ Ձեր փորձառությունը ինչ է հուշում, ավելի հեշտ է հաշտեցնելը, թե վիճելը։ Մեր ազգը շատ կարծում եմ վիճող է, նաև այս պրակտիկան ցույց տալիս, իրենք շատ են սիրում վիճել եւ շատ հաճախ կենտրոնան այնպիսի հարցերի վրա, որոնք ընդհանրապես չեն օգնելու իրենց եւ որևէ ձևով չեն հանգեցնելու իրենց հարցի լուծման։ Եղել են դեպքեր, երբ որ հատկապես ամուսնաընտանեկան հարաբերության հետ կապված, օրինակ եղել է ամուսին-կին վեճ, բայց կողմերը այնքան տարբեր այլ հարցերից են խոսել, արտաքին տարբեր ազդեցությունից, որ այդ հարցերը ըստ էության այն հարցերը չեն, որոնք իրապես ազդում են իրենց ներքին հարաբերությունների վրա եւ դրանք պետք է օրինակ հաշտարարության ժամանակ այդքան մանրամասն քննարկել եւ դրանց շուրջ վիճել։ Այսինքն բովանդակությունը թողած ձևն են քննարկել ավելի շատ հաճախ ձևը կամ այնպիսի հարցեր կենցաղային, որոնք դրանց շուրջ վիճել, օրինակ իմ կարծիքով անիմաստ է, բայց շատ հաճախ են եղել նմանատիպ դեպքեր, վեճը թեժացնելու հատկություն ունեն քաղաքացիները, բայց եթե կա պրոֆեսիոնալ հաշտար եւ եթե իրենց հարթակ է տրամադրվում խոսելու, արտահայտվել նույնիսկ այն բաները, որոնք կարևոր չեն, այդ ամենը ասելու, վերջում տեսնում ենք, որ շատ հաճախ իրենք կարողանում են ստանալ իրենց համար նախընտրելի լուծումը, բայց հեշտ չէ։ Տեսեք, օրինակ դատարաններում կան դատական կարգադրիչներ, ովքեր վեճի ժամանակ, եթե ինչ-որ մի կողմը ցանկանա դուրս գալ, հա, ափերից, դուրս գալ սահմաններից, կկանխի եւ այլն։ Ձեր դեպքում կան ինչ-որ անվտանգության աշխատակիցներ, թե ամբողջը հաշտարարն է լուծում։ Տեսեք, քանի որ շատ կարևոր է նկատի ունենք, որ հաշտարարության կողմերը գալիս են սեփական ցանկությամբ, այսինքն քանի որ իրենք նախորոք համաձայնել են հաշտարարության գալ, արդեն այդ խնդիրը մենք չենք առերեսում։ Երբեմն լինում են էմոցիոնալ զրույցներ, բռնկումներ, բայց բանը չի հասնում նրան, որպեսզի
դատական կարգադրիչի անհրաժեշտություն լինի կամ ինչ-որ միջամտություն, հաշտարը կարողանում է այնպիսի միջավայր ստեղծել, այնպիսի խաղաղ պայմաններ ապահովել, որ իրենց համար հնարավորինս հարմար լինի արտահայտվելու, խոսելու, բայց պետք է նկատի ունենք, որ հիմքը համաձայնությունն է կողմը, դրա համար գալիս են։ Եվ եթե ամփոփելու լինենք, խնդրում եմ նշեք, Հայաստանում զարգացման ինչպիսի հեռանկար ունի այսօր արբիտրաժի ինստիտուտը։ Քանի որ ներկայումս թե օրենսդրական դաշտը ավելի արբիտրաժամետ է եւ թե արբիտրաժային հաստատությունները ավելի շատ գործեր են քննում եւ նաեւ մեր արբիտրաժային հաստատության դերը հաշվի առնելով եւ այն գործունեությունը, որ մենք ծավալում ենք, կարծում որ նման հեռանկարներ կան եւ տարիների ընթացքում Հայաստանում արբիտրաժը կդառնա վեճերի լուծման, կարծեմ ամենանախընտրելի եղանակներից մեկը։ Շնորհակալ եմ Լիլիթ հանրամատչելի եւ արժեքավոր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։